Իսրայելը այաթոլլահ Ալի Խամենեիին լրտեսելու համար օգտագործել է Թեհրանի ճանապարհային տեսախցիկների համակարգը, հայտնում է The Telegraph-ը։ Ըստ պարբերականի Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի թիկնապահներին հետևել են մուտք գործելով մայրաքաղաքի ճանապարհային տեսախցիկների ցանց։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, նման համակարգերը կարող են լուրջ սպառնալիք դառնալ նաև Հայաստանի համար։ Իսրայելը օրինակ օգտագործում է լրտեսական ծրագրեր, մենք լավ գիտենք, դա մեր դեմ օգտագործվել է 20 թվականի պատերազմի ժամանակ։ Ըստ պարբերականի Իսրայելն անգամ կոտրել է Խամենեիի նստավայրի անվտանգության տեսախցիկներն ու պարզել անվտանգության աշխատակիցները որտեղ են կայանում մեքենաները, երբ է Խամենեին տանը, անգամ խափանել են նրա համալիրի շուրջ բջջային հեռախոսակապի աշխատանքը։ ԱՄՆ-Իսրայել հարձակումից առաջ բացահայտվել են Իրանի անվտանգության բարձրաստիճան աշխատակիցների հասցեները, աշխատանքային ժամերը, տեղաշարժի երթուղիները եւ պարտականությունները։ Տեսախցիկները սենց տնեց մնում են ամենախոցելի հատվածը, որովհետև նրանք եթե պատշաճ կերպով չեն տեղադրվում, խոցելի են նույնիսկ դպրոցական մակարդակի հակերների համար։ Փորձագետը բացատրում է, կան տեսախցիկներ, որոնց ձայնագրությունը տեղայնացված է, բայց ինտերնետ հասանելիություն ունենալու դեպքում դրանք դառնում են խոցելի։ Մարտիրոսյանի խոսքով մասնագիտական հանրության դժգոհությունը պատահական չէր, երբ Հայաստանում քննարկվում էր տեսախցիկների զանգվածային տեղադրումը։ Պարզ է, երբ որ ամեն մի խանութ տեղադրում է տեսախցիկ եւ պատշաճ կերպով չի հետևում, բայց այդ ամեն ինչը միասնական համակարգի մեջ հավաքագրվում, դա թշնամու համար թիվ 1 հետախուզական տվյալ ստանալու միջոցներից մեկը։ Այս ամենի ֆոնին փորձագետն ընդգծում է, Հայաստանում տեղադրված տեսախցիկների մեծ մասը ներկայում չունի պատշաճ անվտանգության մակարդակ։ Համադրելով տեսախցիկներից տվյալները դուք կարող եք իմանալ գրեթե ամեն ինչ։ Ամենապրիմիտիվ օրինակը դուք կարող եք ուղղակի տեսնել մատակարարման, սննդի մատակարարման անպայման չի ինչ-որ թիրախային հարվածը։ Դուք կարող եք տվյալներ ստանալ մարդկանց կուտակումների մասին, սննդի մատակարարման հիմնական ուղիների մասին, քաղաքի մեջ, ու դա տալիս է շատ մեծ տվյալներ դիվերսիոն գործողությունների համար։ Այսպիսով Իրանում տեսախցիկների կոտրումը եւ կապի ցանցերի վերահսկումը դարձել են ռազմական գործողության պլանավորման կարևոր մաս։ Հարձակման մասին տեղեկացված անձը Financial Times-ին ասել է, որ Իրանի վրա հարձակումը ծրագրվել էր ամիսներ շարունակ, սակայն ժամանակացույցը փոփոխվել է, երբ պարզվել է, որ Խամենեին շաբաթ առավոտյան անձամբ է մասնակցելու իր նստավայրում կայանալիք հանդիպմանը։